Դերասանուհի Մերի Քոչարյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում նոր հրապարակում էր արել։ Նա կիսվել էր 16-ամյա Լիլիայի լուսանկարով և կից գրառմամբ։ «Բարև, ես Լիլիան եմ, 16 տարեկան, ով այս պահին ունի ձեր օգնության կարիքը։ Ես արդեն 1 տարի է ինչ ունեմ առողջական լուրջ խնդիրներ։ Ինձ մոտ ախտորոշվել է միելոդիսպլատիկ համախտանիշ, ինձ շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որն արժե 15 միլիոն 800 հազար դրամ, կից կներկայացնեմ հիվանդության հետ կապված փաստաթղթերը և տվյալները գումարը փոխանցելու համար։ Միայն տարածելն արդեն իսկ մեծ օգնություն կլինի, կանխավ շնորհակալ եմ»։ Հատկանշական է նշել, որ Մերի Քոչարյանն անտարբեր չէր անցել նաև 24 տարեկան Էվելինայի գրառման կողքով։ «Աշխատում եմ, երազում եմ, ժպտում եմ ամեն օր։ Ակտիվ եմ տարբեր նախագծերում սոցիալական ցանցերում, կյանքը սիրում եմ ամբողջ սրտով, բայց այսօր իմ կյանքը ձեր ձեռքերում է։ Արդեն 3 տարի և ավելի հերոսաբար պայքարում եմ լյարդի ցիրոզի դեմ։ Իմ հիվանդությունը հազվագյուտ դեպք է, չունեմ ոչ հեպատիտ B, ոչ հեպատիտ C։ 3 տարի մեզ հաջողվում էր վերահսկելի դարձնել այն, բայց այս ամիս վիճակս կտրուկ վատացել է»։ Գրառմանը կից նշված են նաև հաշվեհամարները, որոնք պետք է ծառայեն Էվելինայի բուժման նպատակին։ Դերասանուհի Մերի Քոչարյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում անկեղծ հրապարակումներ էր արել։ Նա հետևորդների հետ կիսվել էր իր ցավոտ պատմությամբ։ «Պատմեմ, դուք էլ իմացեք ճերմակ շապիկի նկարահանումները սկսելու նախորդ օրը ինչ պատահեց ինձ հետ։ Չիստկայի ժամանակ զգացի անհասկանալի տաքություն, վատ ինքնազգացողություն և քոր։ Հետո նկատեցի այս նկարը ու տեսա թեթև կարմրություն դեմքիս հատվածում։ Միանգամից բժիշկիս հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ ինչ-որ ալերգիա է, երբեք չեմ ունեցել ալերգիա, և գնացի սիստեմաներ ընդունելու, որովհետև գիշերն արդեն նկարահանումս էր, իսկ կարմրությունը տարածվում էր ամբողջ մարմնով։ Էլի ու էլի անընդհատ շատանում էր ու որևէ կերպ չէր հանդարտվում։ Հույս ունեի, որ մինչև նկարահանումը, որը գիշերը 4-ին էր, կանցնի։ Չխոսեմ ինչքան լարված էի, առհասարակ ֆիլմի հետ կապված նկարահանումներից, պատասխանատվությունից ու անսահման սպասել էի էդ օրերին ամիսներ շարունակ։ Հետո հանդարտվեց, ուրախացա ու կարողացա գնալ մի կերպ մազերս ներկելու, ֆիլմի համար։ Էս նկարը էդ օրերի միակ սթորին էր։ Ու վստահաբար չէիք էլ մտածի, թե ինչ է կատարվում այդ օրերին։ Էստեղ փորձում եմ չերևալ հուսալքված ու հավատալ, որ վերջացավ։ Արդեն երեկո էր, ժամեր էին մնացել առաջին նկարահանման օրվան։ Եկա տուն, 20:30 էր, սկսվեց թեթև։ Չխոսեմ ներսիս մասին էլի, դուք փորձեք պատկերացնել։ Չքնեցի մինչև նկարահանում, որովհետև ամեն րոպե նայում էի ու անհնար էր քնել, հույս ունենալով, որ կանցնի հեսա։ Առհասարակ թեթև եմ շատ էս տեսակ հարցերում, ու էս ամենի ամենադաժանը էն փաստն էր, որ հենց ֆիլմիս օրերին իմ հետ եղավ մի բան, որը երբեք չէր եղել ու լուծում չկար պարզապես։ Ուղարկում էի գրիմյորին ու հարցնում էի հնարավոր ա փակել արդյոք, որովհետև ոչ մի դեղ ու սիստեմա չէր օգնում։ Սա պիկն էր։ Ես եմ, նույն օրը նկարահանման հրապարակում։ Հա ու վստահ եմ շատերդ զարմացաք, որ նմանատիպ պատմությունը պատմում եմ սթորիով, որովհետև ես երբեք չեմ կիսվել իմ էջում նմանատիպ հարցերով ու միշտ ծիրուն ու լավ բաներ եմ սիրում կիսվել, բայց երևի շատ կարևոր էր էս ամենն ինձ համար ու կուզեի, որ դուք էլ իմանայիք, որ եթե հաճախ վատ բաների մասին չեմ տեղեկացնում ու միայն դրականն եք տեսնում, դա բնավ չի նշանակում, որ իմ կյանքում միշտ ամեն բան լավ է և իդեալական։ Անկեղծացել էր Մերին, այժմ առաջարկում ենք դիտել նրա հրապարակած հոլովակներն առանց մեկնաբանության։ Իսկ դուք կարայիք։ Նայեք սենց, ոյ, շատացել է, սենց չէր։ Դավար անհնար է գրելով վերջին պահերը պատմել, այդպես վերջին նկարը տեղադրեցի, դրանից հետո ուղղակի սպասել եմ րոպեները անցնի և ես գնամ նկարման հրապարակ, ճանապարհին նկատում եմ, որ մի փոքր թուլացել է ու այդ ահավոր կարմրությունը իսկապես թուլացել է և արդեն սկսեցի երջանկանալ, բայց դեղեր և այլն ամեն ինչ էի վերցրել, որ հենց մի բան միանգամից նորից խմեի այդ սիստեմայի դեղերը։ Ու գնացի գրիմյորներն էլ իրենց իհարկե աշխատանքը իդեալական արեցին, փակեցին։
Այդ ընթացքում սկսեցինք էլ ավելի թուլանալ եւ նկարվեցինք, փորձեցի ամեն ինչ մոռանալ ու իսկապես ստացվեց։ Դրանից հետո եւս մի քանի օր շարունակվել այս ամենը, եւս 2 օր, բայց իսկապես sense որ նկարներ չնայեմ, չեմ հիշի ինչ եմ ապրել, բայց երբ որ հիշում եմ ինչ եմ ապրել նկարներով, հասկանում եմ, որ լավա որ ամեն ինչ անցյալում է։ Տետատետ հաղորդաշարի հյուրն էր երգչուհի դերասանուհի ու իսկապես ստացվեց, դրանից հետո եւս մի քանի օր շարունակվել այս ամենը, եւս 2 օր, բայց իսկապես sense որ նկարներ չնայեմ, չեմ հիշի ինչ եմ ապրել, բայց երբ որ հիշում եմ ինչ եմ ապրել նկարներով, հասկանում եմ, որ լավա որ ամեն ինչ անցյալում է։ Տետատետ հաղորդաշարի հյուրն էր երգչուհի դերասանուհի Մերի Քոչարյանը, Star News-ը հետևեց հարցազրույցին։ Իմ կողքին չկա եւ չի եղել ինչ-որ մեկը, նշեց Մերին եւ հաղորդավարի Մեհեր Բաղդասարյանի ցանկությամբ խոսեց իր եւ Բորիսի հարաբերությունների մասին, քանի որ շատ է խոսվել նրանց հավանական սիրային կապի մասին։ Եթե անկեղծ սկզբում կար շատ անհասկանալի շփում, այն տեսարանները, որոնք ամենաշատն են սիրվել, այդ ժամանակ մենք չենք ունեցել լավ հարաբերություններ։ Ես Բորիսին չէի ընկալում որպես տղա, որպես ընկեր։ Ես իրեն չէի սիրում, որովհետև կան պատճառներ։ Ինքը շատ ազատ էր, շատ հումորով, իր մտքին ինչ փչի այդ պահին ասի։ Իսկ ես նոր աղջիկ, ով շատ փակ եկել է ու լսում է հումորներ, անհեթեթություններ։ Հետո, երբ սկսեցի իրեն ճանաչել, որովհետև ստիպված էի։ Ուզեի թե չուզեի, հասկացա իր տեսակը, որ միտում չունի նեղացնելու, գծելու ինչ-որ մեկին։ Իր տեսակն է այդպիսին, պոզիտիվ, անիմաստ, լավ հումորներով։ Հիմա մենք շատ մտերիմ ենք, ու երբ հետ եմ նայում, հիշում, իրեն էլ պատմում եմ, ջղայնանում է։ Ինչ ես խոսում, դու ինձ միշտ էլ սիրել ես։ Զրույցի ընթացքում Մերին պատմեց, թե հայրը, ով եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ինչպես է իր կարիերան կիսատ թողել հանուն ֆիզիկապես աղջկա կողքին մշտապես ներկա լինելու համար։ Պապայի հետ ուրիշ հարաբերություններ են։ Ես այդ մարդուն ամբողջ կյանքս եմ պարտական։ Նա իր կարիերան ինչ-որ չափով կիսատ թողեց։ Դա համ իմ սիրելի պահն է, համ տխուր, էգոիզմ կա այդտեղ։ Չնայած այդ ժամանակ չեմ հասկացել ինչ քայլ է անում։ Պապան որոշում է կայացնում մոտավոր էսպես. եթե մնում ես այս մասնագիտության մեջ, ուրեմն ես միշտ պիտի կողքիդ լինեմ, հնարավորինս շատ, ֆիզիկապես։ Ես միշտ երախտապարտ եմ իրեն դրա համար։ Մեհեր Բաղդասարյանի դիտարկմանը, թե երեխան, ով հերթական անգամ Եվրատեսիլում չի անցել եւ հարցին, թե չի նեղվել արդյոք, ընկճվել, Մերին պատասխանեց. Փոքր տարիքից եղել եմ զգոն երեխա եւ չեմ ասի, որ չեմ նեղվել։ Ես լացել եմ, մտածել եմ, եթե չեմ սխալվում, չանցնելու գիշերն էր, ամբողջ գիշեր մտածում էի, ինչի չստացվեց։ Հետո, որ YouTube-ում տեսա, ասում էի, Աստված, էս ինչ վատ եմ երգում ու լավ է, որ չանցա։ Կանայի պատճառը որն է։